Երևանը ընտրության առջև է կանգնած բարեկամություն եւ ռամիության թե գործընկերություն Ռուսաստանի հետ։ Հայաստանի հյուսիսային դաշնակիցը նախազգուշացնում է, հիշեցնելով Ուկրաինայի օրինակը, ըստ վերլուծաբանների, սակայն Հայաստանը Ուկրաինայի իրավիճակում հայտնվել է շատ ավելի վաղ՝ 2020-ին 44-օրյա պատերազմի ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ, մինչև 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը։ Այնպես չի, որ Ուկրաինայի օրում մենք հայտնվել ենք Ուկրաինայից հետո։ Ուկրաինայի տեղի ունեցած իրադարձությունները հաջորդել են Արցախյան պատերազմին։ 2020 թվականի դեպքերը խոշոր հաշվով հենց այն նույն տրամաբանության մեջ էին, ինչ որ այսօր տեղի են ունենում Ուկրաինայում 2022 թվականից։ Միջազգային վերլուծություններն էլ հստակեցնում են, որ Ռուսաստանի նախագահը չի ասել, թե Հայաստանին սպասվում է ուկրաինական սցենարը, սակայն նրա պատասխանի քաղաքական իմաստն ընկալվում էր հենց այդպես։ Եթե մի երկիրը, որին Մոսկվան համարում է իր ազդեցության գոտու մաս, ընտրում է եվրոպական ուղղությունը, ապա այստեղից կարելի է կռահել, որ հետևանքները կարող են ծանր լինել։ Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակում այլ ասել, որ խոշոր հաշվով դա առավելապես աջակցություն է, որովհետև կառավարող մեծամասնությանը հնարավորություն է տալիս հիբրիդային պատերազմի թեզը ավելի առարկայական շրջանառում։ Այսինքն, այստեղ կողմերը խաղում են, եւ մենոնք են խաղում, եւ իրենք են խաղում։ Առարկայական ինչ-որ հողի վրա գործողություններ սպասել նախընտրական էս փուլում քիչ հավանական եմ համարում։ Ըստ վերլուծաբանների Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորումներին պետք է սպասել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո։ Ռուսաստանը նշել է իր կարմիր գծերը եւ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո գործող իշխանությունից պահանջելու է հստակություն։ Անկախ ամեն ինչից եւ ռուսները եւ Եվրոպական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզանից պահանջելու են հստակեցում, դիրքորոշման եւ այդ հստակեցումից կախված զարգացումները իմ կանխատեսմամբ մեզ համար բոլոր պարագաներում հաջող կամ լավ արդյունք չեն խոստանում։ Ինչի Եվրոպական միության կողմից նմանատիպ պահանջներ չեն հնչում արդյոք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, թե Իրանի բոլոր խաղացողները որոշակի հստակեցումներ են պահանջում, ներառյալ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ըստ քաղաքագետ վերլուծաբանների, եթե օրինակ Հայաստանում ձևավորվի միաբևեռ իշխանություն, ինչպիսին եղել են նախորդող շրջաններում, Հայաստանի նկատմամբ ճնշումները շատ ավելի մեծ են լինելու եւ երկրի կարողունակությունը այդ ճնշումներին դիմակայելու շատ ավելի փոքր է լինելու։ Մեզ անհրաժեշտ է բալանսավորված իշխանություն ունենալ, որպեսզի կարողանանք արտաքին քաղաքական խաղացողների շահերի համադրում իրականացնենք, այդ թվում նաև կառավարման եւ իշխանության համակարգի ներսում։ Ճնշումներ ըստ քաղաքագետ վերլուծաբանների Հայաստանի նկատմամբ հյուսիսից միշտ էլ եղել են, նաև նախորդ իշխանությունների օրոք, եւ այդ ճնշումները միայն Ռուսաստանից չէ, որ եղել են։ Ռուսաստանի դեպքում Հայաստանի տնտեսական ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից շատ ավելի մեծ է, 40% եւ ավելի։ Եթե կողմնորոշման տեսանկյունից իրենց շահերի առումով իրանք տեսնեն որոշակի անհամապատասխանություն, լինելու են կոշտ վերանայումներ։ Այդ թվում նաև գազի մատակարարումների, արտահանման, ներմուծման պայմանների եւ այլն։ Քաղաքագետների դիտարկումներն այսպիսին են. Հայաստանը պետք է հաշվի առնի, թե որ կետերում են համընկնում եւ հակադրվում արտաքին խաղացողների շահերը, եւ դրանք պետք է դիտարկել նաև Հայաստանի ազգային շահերի համատեքստում։ Ցավալին այն է, որ դարեր շարունակ դա չի արվել, Հայաստանը անընդհատ սխալվել է իր հաշվարկներում, ինչն էլ կանգնեցրել է անվտանգային մարտահրավերների առջև, բերելով տարածքների կորստի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Զորակոչիկների առողջական ցուցանիշների ցանկն էապես խստացրել են, կառավարությունը տարեվերջին փոփոխություններ էր կատարել։ Մի շարք հիվանդություններ, որոնց առկայության դեպքում նախկինում ազատվում էին կամ տարկետում էին ստանում պարտադիր զինծառայությունից, այժմ այլևս նման հիմք չեն ստեղծում։ Որոշումը կառավարությունն ընդունել է անցած տարվա դեկտեմբերին, միանգամից առանց հանրային քննարկման։ Փոփոխությունների արդյունքում զինվորական ծառայության ենթակա են դառնում նաև այն անձինք, ովքեր ունեն գլխուղեղի անոթային անոմալիաներ։ Այս հանգամանքը շարունակում է լուրջ մտահոգությունների պատճառ լինել իրավապաշտպանների համար։ Նրանց խոսքով այս թեմայի շուրջ տարիներ շարունակ քննարկումներ են եղել։ Նշում են, երբ նախկինում զորակոչիկները սեփական միջոցներով էին անցնում հետազոտությունները եւ նրանց մոտ հայտնաբերվում էր գլխուղեղի ուռուցքային գոյացություն, կիստա սովորաբար տարկետում էր տրվում։ Եթե ենթադրենք անձը գտնվում է ծառայության ընթացքում մարտական հերթափոխում, մարտական հերթապահություն է իրականացնում եւ դիրքերում է, ինչքանով
օպերատիվ եւ արագ կկարողանան իրեն իջեցնել, տանել հոսպիտալ։ Իրավապաշտպանի խոսքով խնդիրն այն է, որ ծառայության ընթացքում զինվորների ծանրաբեռնվածությունը ավելանում է եւ ցանկացած պահի առողջական վիճակը կարող է վատթարանալ, իսկ քաղաքացիական կյանքում բուժ հաստատություններ դիմելու հնարավորությունն ավելի մեծ է։ Այս քայլով Պաշտպանության նախարարությունը ցանկանում է մեծացնել զորակոչիկների թիվը, սակայն մասնագետները հակառակն են պնդում։ Դա որքան է արդարացված եւ ինչ պարտավորություն է կրելու պետությունը, եթե ծառայության ընթացքում առողջական խնդիրները խորանան։ Այս մասին պաշտոնական տեղեկություններ թերևս չկան։ Փոխարենը մասնագետները պատասխանում են հարցին, թե առողջական լուրջ խնդիր ունեցող տղան եթե հայտնվի բանակում, ինչ հետևանքներ կարող են լինել։ Արդյունքում վստահաբար ազդում է մարդնակության վրա, ավելին մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի մեջ եթե ներկայանում են նման մարդիկ, դա ինքնին արդեն այն մարտական խնդիրը, որ դրված է խմբի կամ մարտական հենակետի վրա, վտանգված է ամբողջովին լիարժեք տալու համար։ Մասնագետները նաև ուշադրություն են հրավիրում բժշկական հանձնաժողովների աշխատանքներին, ասում են, բազմաթիվ բողոքներ կան հիվանդությունների ոչ ամբողջական կամ ոչ օբյեկտիվ գնահատման հետ կապված։ Որոշ դեպքերում էլ զորակոչիկները սեփական նախաձեռնությամբ ու սեփական ֆինանսական միջոցներով կատարված հետազոտությունների արդյունքում են կարողանում ապացուցել, որ իրենց առողջական խնդիրները ավելի լուրջ են, քան ներկայացված է պաշտոնական փաստաթղթում։ Երկրի համար կարևոր համակարգերը, բանկերը, կապը, էներգետիկան, պետական թվային համակարգերը պետք է աշխատեն մեկ ընդհանուր կիբերանվտանգության կանոններով։ Որոշումն այսօր քննարկվեց կառավարությունում։ Այս պահին Հայաստանում գործունեություն ծավալող ցանկացած բիզնես օղակ, անկախ մեծությունից, իր պաշտպանական միջոցներն է ստեղծում ընդդեմ կիբերհարձակումների։ Ոմանց մոտ դա լավ է ստացվում, մյուսների մոտ ավելի վատ։ Սա ամբողջ պետական համակարգը դարձնում է խոցելի, քանի որ եթե թույլ է օղակներից մեկը նշանակում է բոլոր օղակներն են խոցելի։ Կենսական նշանակության ոլորտներում տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ ստանդարտներ ենք միջազգային սահմանում։ Սա կբերի նաև բիզնեսի համար որոշակի ծախսեր, բայց կարծում ենք դա մեր համընդհանուր անվտանգության նկատմամբ ներդրում է լինելու։ Սա առաջին անգամ մենք համընդհանուր մի ստանդարտ ենք դնում բոլորի համար, որ գոնե այսքանին բոլորը պետք է բավարարեն։ 44-օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ դարձավ, որ պետական թվային համակարգերը խիստ խոցելի են։ Ադրբեջանցի հաքերները այդ օրերին կոտրել էին պետական տարբեր կառույցների թվային բազաները եւ գաղտնի փաստաթղթերի զգալի ծավալ հափշտակել։ Հիմա պետությունը քայլեր է ձեռնարկում իր թվային համակարգերը պաշտպանելու համար։ Մասնավոր ընկերությունները, սակայն, որքան ակտիվ կապի մեջ են պետական կառույցների հետ, չեն օգտվում այդ պաշտպանությունից։ Եթե պետությունը կիբերանվտանգության միջոցառումներով պաշտպանվի, մասնավորը չպաշտպանվի, պետության պաշտպանությունը դառնում է թերի։ Այո։ Եվ նաև պետության չպաշտպանված լինելը կիբերանվտանգության տեսանկյունից նշանակում է պետության խիստ խոցելիություն եւ հիբրիդային պատերազմների դրսեւորումները գոնե մենք մեր վրա զգացել ենք։ Կառավարության որոշման նախագծով փոքր եւ միջին բիզնեսները թեպետ կիբերանվտանգության նոր համակարգին միանալու պարտավորություն չունեն, սակայն կարող են կամավոր դառնալ դրա մասը եւ ստանալ աջակցություն ու աուդիտ։ Բայց եթե փոքր կազմակերպությունն անգամ ինչ-որ պահի վտանգ ներկայացնի պետության կիբերանվտանգության համար, կճանաչվի կրիտիկական եւ պարտավոր կլինի միջոցներ ձեռնարկել։ Մենք ունենք ՊԵԿ-ի համակարգը թվային, որտեղ տնտեսավարողը ունի կաբինետ։ Տնտեսավարողը փաստ չի, որ ունի այդ ծածկույթը, պաշտպանողականությունը կիբերանվտանգության տեսանկյունից, ես ասում եմ հնարավոր է, որ իր միջոցով մտնեն կաբինետ ու հայտնվեն ՊԵԿ-ի տիրույթում։ Պարոն Հակոբյան, ես եմ հարցը։ Իրականում պարոն Գրիգորյան, դա էլ է պաշտպանված։ Կառավարության որոշմամբ նաև հատուկ հանձնաժողով է ստեղծվելու, որը մշտապես հետևելու է ռիսկերին, հսկելու է պետական համակարգերը եւ արձագանքելու է կիբերհարձակումներին, համագործակցելու է մասնավոր հատվածի հետ։ Տևական ժամանակ դոլարի փոխարժեքի էական տատանումներ չէին գրանցվում Հայաստանում եւ սա լավ էր, քանի որ թե ներգրողները, թե արտահանողները կարողանում էին ստաբիլ պլանավորել իրենց բիզնես պրոցեսները։ Նախորդ օրերի ընթացքում սակայն դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազեց, հասնելով 368-ի։ Բնականաբար հարց է առաջանում, թե ինչի հետ է սա կապված։ Կենտրոնական բանկը փոխարժեքի տատանումները կապում է ներդրումների նպատակով իրականացվող փոխանցումների ավելացման հետ։ Պորտֆելային ներդրումների մասով միջազգային ներդրողների հետ կապված, ինչպես պետական արժեթղթերում, ֆինանսական համակարգի միջոցով եւ նաեւ ուղղակի իրական հատվածի մեջ
նման դինամիկա մենք տեսնում ենք։ Վերջին շրջանում բավականին մեծացել են նաև մասնավոր տրանսֆերտները, նշում են մասնագետները, սա եւս իր ազդեցությունն է ունենում արտարժույթի շուկայի վրա, այսինքն դրամ-դոլար տատանումները եւս այս process-ի ազդեցության հետևանք են։ Կապիտալ հոսքեր կան, դրանք էլ են փոխարժեքի վրա դեպի ներքև ազդում ու ժամանակ առ ժամանակ մեր շուկան էլի անհավասարակշռվում է կամ պերմանենտ անընդհատ արժևորման ուղղությամբ է գնում, ֆիզիկական անձանց կողմից կապիտալի ներմուծումը եւս դեր ունի ու միշտ ունեցել է։ Դոլարի արժեզրկման գլխավոր պատճառը սակայն ըստ մասնագետների Միացյալ Նահանգներ Իսրայել-Իրան պատերազմն է։ Տարածաշրջանում տոտալ անկայունության ֆոնին կապիտալի հսկայական արտահոսք է սկսվել, որի ուղղություններից մեկը Հայաստանն է։ Տարվա սկզբին $1 43,000 ռեալ էր, այս պահին 1.3 միլիոն ռեալը անցնում է։ Հիմնականում Իրանը այդ ընթացքում սկսեց կապիտալազրկվել, կապիտալը սկսեց փախչել Իրանից եւ այդ կապիտալի մեծ մասը հայտնվեց Հայաստանում, որը ճշում է գործադրում հայկական դրամի վրա։ Մերձավոր Արևելքի ամենագայթակղիչ շուկաներից մեկը անշարժ գույքն էր, որտեղից կապիտալը եւս սկսել է փոխադրվել Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը կապիտալի մի հատվածը եկել, որը նաեւ բերել նրան, որ այս շրջանում բավականին մեծ քանակությամբ տնտեսական աճ ունենք։ Սա էական անկում է եւ առաջինն այն իրենց մաշկի վրա զգալու են արտահանողները։ Ուժեղ դրամը նշանակում է հայկական ապրանքների մրցունակության անկում դրսի շուկաներում։ Նման իրավիճակներում կա մի գործիք, որը ունակ է դադարեցնել դրամի արժևորումը դոլարի նկատմամբ։ Դա դրամի վերաֆինանսավորման տոկոսադրույքն է։ Կենտրոնական բանկը սակայն այն թողել է անփոփոխ։ Պատճառներից մեկն այն է, որ թույլ դրամը կարող է հանգեցնել նաեւ գնաճի ներկրվող ապրանքների շուկայում։ Ջուրն այլևս պարզապես կենսաբանական անհրաժեշտություն չէ, այն վերածվել է բարձրարժեք տնտեսական ակտիվի։ Համաշխարհային բանկի կանխատեսումներով ջրի դեֆիցիտը որոշ տարածաշրջաններում մինչև 2050 թվականը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մինչև 6% անկման։ Աշխարհում ջրի ամենամեծ սպառողը Հնդկաստանն է, որտեղ ստորերկրյա ջրերի մակարդակի անկումն արդեն իսկ սպառնում է պարենային անվտանգությանը։ Սակայն խնդիրը միայն քանակը չէ, այլև կառավարումը։ Միջազգային համաձայնագրերի բացակայությունը սահմանային ջրերի շուրջ տարեկան միլիարդավոր դոլարների վնաս է հասցնում միջսահմանային տնտեսություններին։ Ավելի քան 3 միլիարդ մարդ կախված է միջսահմանային ջրային ռեսուրսներից, սակայն միայն 24 երկիր ունի իրավական կարգավորված համագործակցություն։ Օրինակ, Պակիստանի եւ Հնդկաստանի միջև Ինդոս գետի շուրջ վեճը ոչ միայն քաղաքական է, այլև զուտ ֆինանսական։ Ջրի սակավությունը սահմանափակում է հիդրոէներգետիկայի զարգացումը եւ թանկացնում է գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը։ Աֆրիկայում պատկերն ավելի ծանր է, Եթովպիան եւ Նիգերիան բախվում են ջրի բացարձակ սակավությանը, ինչը դանդաղեցնում է ուրբանիզացիան եւ օտարերկրյա ներդրումների հոսքը, իսկ Ինդոնեզիայում տնտեսական վնասը պայմանավորված է աղտոտմամբ։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների ջրի վատ որակի պատճառով առաջացած առողջապահական ծախսերը եւ աշխատուժի կորուստը զարգացող երկրների համար տարեկան կազմում են ՀՆԱ-ի զգալի տոկոսներ։ Ինդոնեզիայի քաղաքական գետերի աղտոտվածությունը ոչ միայն էկոլոգիական աղետ է, այլև տնտեսական զարգացման արգելակ։ Ջրի մաքրման ծախսերը բիզնեսի համար աճում են թռիչքաձև կերպով։ Եթե ներդրումներ չարվեն կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքներում, ապա ջրի որակի անկումը կշարունակի տարեկան միլիարդավոր դոլարներ խլել երկրի տնտեսությունից։ Այսօր ջրի կառավարումը հավասարազոր է ֆինանսական կառավարմանը։ Այն երկրները, որոնք ունեն մաքուր ջուր, վաղը տիրապետելու են համաշխարհային շուկայի ամենապահանջված ռեսուրսին։ Հայաստանն այդ ցանկում ունի մեկնարկային մեծ առավելություն, որը դեռ սպասում է իր լիարժեք իրացմանը։